Երբ է ստորագրվելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, հարցի պատասխանը Հայաստանի վարչապետը չունի։ Ամենօրյա աշխատանք է տեղի ունենում եւ ամենօրյա աշխատանքը չեմ կարող ասել ինչքան կտևի։ Պայմանագրի նախաստորագրումը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Ավելի քան 6 ամսվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական օրակարգը ըստ Հայաստանի ղեկավարի վազանցել է քաղաքական օրակարգին, ինչը բնավ վատ չէ։ Քաղաքական օրակարգերը նրա համար են, որ սպասարկեն տնտեսական օրակարգը եւ օգոստոսի 8-ի իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար եւ ուրախ եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ, այսինքն առևտրաշրջանառություն է ձևավորվում, հույս ունենամ հնարավորին է շուտ նաեւ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան։ Շարունակելով տնտեսական օրակարգի թեման, լրագրողները այնուհետև մեջ բերեցին Հայաստան-Իրան բեռնափոխադրումների խնդիրը, որի ծավալը ըստ պաշտոնական տվյալների արդեն իսկ նվազել է։ Հարևան Իրանում եւ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ռազմական բախումների ֆոնին Հայաստանի իշխանությունը զբաղված է կարկանդակ ուտելով ու նախընտրական քարոզարշավ անցկացնելով։ Փաշինյանը շտապեց փարատել այս մտայնությունը։ Շատ ցավալի է մեզ համար, ինչ որ տեղի ունենում Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ եւ ընդհանրապես տարածաշրջանը, բայց մենք պիտի արձանագրենք, որ ցավոք այս իրավիճակը նոր չէ։ Այսինքն նրանք, ովքեր ընդհանրապես միջազգային լրահոսին հետևում են, պիտի առնվազն մտավախություններ ունենային, որ այսպիսի իրադրություն կլինի։ Մենք, ես ասացի առիթ ունեցել ենք ասելու, որ այս իրավիճակի հետ կապված մենք աշխատանքային խումբ ունենք, որը աշխատում է։ Ոչ մեկ չհարցրեց այդ աշխատանքային խումբը երբ է ձևավորվել։ Անվտանգության խորհրդի համակարգում։ Այդ աշխատանքային խումբը հիմա ամսաթվով չեմ հիշի, բայց մի տարի ու կես առաջ է ձևավորվել։ Այսինքն մի տարի ու կես կարող է պարզվի հələ ավելի շուտ է ձևավորվել։ Եվ այդ աշխատանքային խումբը երբեմն ամենօրյա, երբեմն ամենժամյա, երբեմն ամեն ամսյա ռեժիմով աշխատում։ Պատկերացնում եք, ասենք, մի տարի առաջ կամ գուցե տարի ու կես առաջ դա ստուգել է վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ես որ ասում եմ դրա համար եմ ես պերաշկի ուտում, ես հումոր չեմ անում, որովհետև այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկել այս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք։ Երևանը Մոսկվայի հետ այժմ քննարկում է Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը այլ երկրի փոխանցելու հարցը։ Նման առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել հենց ինքը վարչապետը։ Որևէ երրորդ երկիր, որը ջերմ հարաբերություններ ունի եւ Հայաստանի եւ Ռուսաստանի հետ, պետք է ռուսներից գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Թե որն է լինելու այդ երրորդ երկիրը դեռևս հայտնի չէ, սակայն Փաշինյանի այս հայտարարությանը հետևել էր ռուսական կողմի կոշտ արձագանքը։ Մեր ասացի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստան իր մրցակցային առավելությունները կորցնում է եւ մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք եւ հույս ունեմ, որ մենք կարողանանք հասնել կոնկրետ լուծումների։ Հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում կառավարության ղեկավարը նաև ընդգծեց Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու կամ Ռուսաստանի շահերին վնասելու խնդիր իր առջև երբեք չի դրել ու չի դնելու, այլ առաջնորդվելու է բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահով։ Իսկ այդ պետական շահից է արդյոք բխում նաև Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը փակելու օրակարգ պաշտոնական Երևանը չունի, չնայած այն բանին, որ Հայաստանը շարժվում է եվրոինտեգրման ուղղությամբ։ Սույն դիտարկմանը Փաշինյանը արձագանքեց։ Այո, Հայաստանը ընդունել է Հայաստանի Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք եւ նաեւ ես այդ հարցին ԵԱՏՄ-ի առնչությամբ եմ արտահայտվել։ Մենք բարեբախտաբար թե դժբախտաբար դեռևս այն ճանապարհի ընկետում չենք, որպեսզի ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Երբ որ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր
տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք, ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Իդեպ նաև հեծի մասով։ Դրա ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ կա որոշում այն 100%-ով պետականացնելու մասին։ Վարչապետն էլ վերահաստատեց։ Որոշումը կայացվել է ընկերության շուկայական արժեքի նախնական փորձագիտական քննարկման եւ եզրակացության արդյունքում։ Այդ ընկերությունը այնքան է օգտագործվել նեղ անձնական նպատակներ գեներացնելու համար, այնքան է վարկային բեռով բեռնվել, ընդ որում վարկը վերցրել է ընկերությունը գոնե նախնական տեղեկություններով, ինչ որ պարոն Պետրոսյանը հասրել է կիսել, այսինքն ընկերության հաշվին վարկեր են վերցվել, տրվել մոտիկներին, ծանոթներին, ազգականներին առանց տոկոսի։ Այսինքն այդ ամեն ինչը բնականաբար իր շուկայական արժեքի նախնական ընկալումը նվազեցնում է եւ մեծ խնդիրներ չեն լինի բյուջեի հետ կապված։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։